Տեր Հիսուսի պատվական անունով բոլորիդ ողջունում ենք, սիրելի հեռուստադիտող բարեկամներ, հայտնությունը եթերում է։ Մաղթում ենք Աստծո կենարար օրհնությունները ձեզանից ամեն մեկին։ Այսօր մենք հոգևոր զրույց պիտի ունենանք եւ մեր հյուրն է Ժորա եղբայր Կարապետյանը։ Երկրորդ անգամ է մեր մոտ հյուրընկալվում եղբայրը, ինքը առակագիր է եւ մի շարք գեղեցիկ գրություններ ունի։ Նախորդ հանդիպման ժամանակ մենք որոշել էինք այդ մասին խոսել, բայց ժամանակը թույլ չտվեց, մենք այսպես այդ խոսքը բորբոքվեց հոգևոր արժեքների վրայով, աստվածաշնչյան ճշմարտություններ եւ մեկնաբանություններով մեր ժամանակը անցավ, որի համար բոլորովին չենք ափսոսում, որովհետև Աստծո ճշմարտությունները խոսվեցին, հիմա Տերը մեզ մեկ այլ հնարավորություն տվեց, որ անցյալ անգամ մեր խոստացած ձեր գրած, այսինքն առակները կարդանք եւ մեկնաբանություն տանք, այսպես ասած խորանանք մեջը եւ հոգեվոր արժեքներ գտնենք նրանց մեջ։ Խնդրեմ, Ժորա եղբայր, նախ առիթ ունես մեր սիրելի հեռուստադիտողներին ողջունելու։ Ողջունում եմ մեր Տիրոջ անունով սիրելի հեռուստադիտողներ եւ ուրախ եմ, որ այս առիթը, այս սուրբ առիթը եղավ այսօր Վարդան եղբոր հետ բաժնեկցելու Տիրոջ խոսքը եւ առնչելու այս կամ այն կերպ իմ ստեղծագործություններին եւ դա կարծեմ բնական է, որովհետեւ Տիրոջ խոսքը 2000 տարի իր մեգնությունը ունեցավ նաեւ առագի ժանրի տեսակետից, որտեղ շատ աստվածային ճշմարտություններ, որոնք կարող էին անհասկանալի լինել հանրությանը կամ իր աշակերտներին, Տերը նպատակահարմար կդավ դրանք ներկայացնել ավելի պատկերավոր խոսքի միջոցով։ Ընդհանրապես առակ բառը իր ստուգաբանությամբ ինքնին նշանակում է աչքի զարնող, այսինքն շոշափելի, տեսանելի, առ ակն, ինչպես առ աստաղ, աստղերի դեմը առնող, առ այն, այսինքն այն մասին, առ Աստված, մինչև Աստված եւ այլն։ Այնպես էլ առ ակ, այսինքն առագը միշտ էլ իրենից ներկայացնում է ճշմարտությունները շատ խտացած, առարգայական, շոշափելի, պատկերավոր ստեղծագործություն։ Ես կարող եմ իմ առագներից չափածո ստեղծագործություններից ներկայացնել ջերմոցի ծաղիկը, այո, խնդրեմ, որը գեղեցիկ մի օրինակ կարող է հանդիսանալ Տիրոջ խոսքի, հատկապես Հռոմեացիներին ուղղված նամակի 5-րդ գլխի 3-ից 5-րդ համարներում շոշափված, ուրեմն Աստծո ճշմարտության նյութի վերաբերյալ։ Երևի ավելի լավ կլինի Տիրոջ խոսքը կարդանք, որին առնչենք նար իմ այս ինչպես հարմար տեսնում ես, խնդրեմ։ Եվ ոչ միայն այս կանը, այլև պարզենում ենք մեր նեղությունների մեջ եւս, գիտենալով, որ նեղությունները մեզ տալիս են համբերություն, համբերությունը տոգունություն, փորձառություն, փորձառությունը հույս, իսկ հույսը երբեք ամոթով չի թողնում, որովհետև մեզ տրված Սուրբ Հոգու միջոցով Աստծո սերը տեղ է գտնում մեր սրտերում։ Ամեն։ Ամեն։ Եվ իսկապես մեկ այլ համարում Պողոս առաքյալի գրած թղթերից մեկում ընդհանրացնում է ընդհանրապես այս աշխարհի տառապանքների ամբողջ իմաստությունը եւ նրա արժեքը համեմատում այն հավիտենական մեծ երանելի ժառանգության հետ, որ պատրաստված է աշխարհի ստեղծումից առաջ Աստծո որդիների համար։ Գեղեցիկ համար է։ Պողոս առաքյալը ասում է. այս կյանքի տառապանքները բաղդադելի չեն գալիք փառքի հետ, որ հայտնվելու է մեզ։ Ոչինչ են։ Եվ ոչինչ են մեկ այլ թարգմանության մեջ։ Այսինքն այս աշխարհում ամենադաժան տառապանքը, որ իմիջայլոց համարյա բոլորը ճաշակեցին առաքյալների մեջ, այդ սոսկալի անմարդկային տանջանքները, առաջին հերթին Տիրոջ խոսքի վկայություն է հենց այդ անմարդկային կրած տառապանքների արժեքը այդքան չնչին գնահատելն է այն մեծ փառքին, հանուն որի իրենք նահատակվեցին։ Այո, որովհետև Պողոս առաքյալն է ասում է. գիտեմ թե ում եմ հուսացել, այսինքն ինչ էլ որ լինի այս կյանքի մեջ հավիտենական կյանք ունեմ, սրանից մեծ բան կա։ Մարդու համար արժևորված ամենամեծ բանը կյանքն է։ Եվ եթե այս կարճ անցողիկ
ժամանակավոր կյանքի համար մարդիկ այսքան պայքարում են, բայց Աստված խոստացել է հավիտենականը, անանցանելին, Եվ ինչն է զարմանալի Տիրոջ իմաստուն խոսքի մեջ, որ այդ տառապանքները, որոնք զարուրելի, անասելի տանջանքների տպավորություն կամ զգացողություն են հաղորդում մարդուն, դրա դիմաց հավիտենական կյանքը համարում է ծրի պարգև։ այո, այո, Ուրեմն ինչքան չնչին պետք է լինի այդ գալիք փառքի մեծության համեմատ մարդու ամենասոսկալի տառապանքը։ այո, Եվ այսպիսի Աստծո համար արժե որ այդ խոստմունքը ունեցող որդիներ լինենք մենք։ ամեն, Եվ ընդունենք այդպիսի հորը որպես մեր Տեր եւ Փրկիչ։ Հիմա Տիրոջ իմաստությունը, որ հեղեղված է ամբողջ Սուրբ Գրքի մեջ, մարդկային տառապանքի ամբողջ քաղցրությունն է, ամբողջ հմայքը, որովհետև այս աշխարհի փառքը, այս աշխարհի հարստությունը, որոնք թվացյալ հիրանություն, գեղեցկություն ու շքեղություն են հաղորդում, առաքյալները հբարդանում են իրենց տանջանքով ու տառապանքով, որովհետև դրանով միայն կարող են ամենաչնչին վարձատրությունը գուցե տալ այն մեծագույն գանձին, որ ստանալու են։ Եվ ինչն է բխում վերջիվերջո, ինչն է այս իմաստության ընդհանուր եզրահանգումը, որ քրիստոնյա հավատացյալ որդին երբեք զերծ չի այս կյանքում չարչարանքներից եւ տառապանքներից, որովհետեւ երբեմն իշխում է այն սխալ դադողությունը, թե եթե մենք հավատում ենք, ինչու ենք այսքան տառապանք կրում։ Միշտեր սխալը հենց այդ տառապանքները արժեքավորելու մեջ է։ Ինչպես Պողոս առաքյալը բանդում ասում է, բոլոր դեպքերում ամեն կերպ աշխատեք ուրախ լինել։ այո, այո, գրված է, Այո, եւ փաստորեն տառապանքներից զերծ չէ ոչ ոք, բայց զերծ են մարդիկ այդ տառապանքների մեջ Աստծո ուրախությամբ դիմակայելու, ուրախանալու զորությունից։ Այս սա է, դրա համար ամենաահավոր տառապանքը, երբ որ Տիրոջ հետ միասին է ստանում, դա դառնում է մեծագույն ուրախություն։ այն որ ասենք մեկը, որ Աստծուն չունի, իր նեղությունները, դժվարությունները, տառապանքը ինքը պիտի ջանա ինքնուրույն կրել կամ ասենք գործադրության դնել իր բարեկամական կապերը կամ իր դրամը, հարստությունը, փառքը եւ այլն, սակայն հավատացյալի համար տարբեր մի իրավիճակ է առաջանում, որովհետեւ Հիսուս ասաց ես ձեզ հետ եմ միջև աշխարհի վերջ, սա նշանակում է ամեն վարքյան, ամեն իրավիճակի մեջ Տերը մեզ հետ է։ Վարդան եղբայր, երբ ես կարդում էի նման համարներ, օրերից մի օր մի հետաքրքիր զուգադիպություն առաջացավ իմ մտածողության մեջ։ Սա ինքնին մի փոքրիկ աբացույց է մեր ասած Աստծո ճշմարտությունները հաստատող։ Ամենասոսկալի ասածին տառապանքի մեջ հավատացյալը Քրիստոսով կարող է երանելի ուրախություն ապրել։ Դրանով իսկ հաղթանակով դուրս գալով այդ փորձությունից, որի համար տրվում են այդ փորձությունները։ Շատ հետաքրքիր է, որ այդ դաժան փորձությունների ու տառապանքի մեջ հավատացյալի ուրախությունը, եթե համեմատենք այս աշխարհի այսպես չափազանց կերոխումի, ճոխության, հոպության ու շռայլության մեջ ապրող աշխարհայինների վիճակին, որտեղ տառապանքը իրենք չեն տեսնում։ Այստեղ մեծագույն, այսպես ասած, աշխարհի ուրախության մեջ չեն տեսնում իրենց ապագա կորուստն ու տառապանքը, Այո, այնպես, ինչպես աշխարհիկ տառապանքների ու սոսկալի տանջանքների մեջ հավատացյալը տեսնում է իր ուրախություն։ Ինչքան հետաքրքիր հակադարձ համեմատական, հակադարձ համեմատականությամբ։ Դա ինքնին ապացուցում է, որ Տիրոջ խոսքը ճշմարիտ է։ այո, խնդրեմ, կարդա այդ գրությունը, Այս արագը, որը ընդհանրացնում է տառապանքի իմաստությունը, այո, արդեն իսկ ապացուցում է Տիրոջ խոսքի այն ճշտությունը, այն իմաստությունը, որ տառապանքները բոլոր դեպքերում փող հատուցվում են Տիրոջ կողմից նախասահմանված երանությամբ եւ ուրախությամբ։ Որովհետեւ տառապանքների տալու Տիրոջ թույլտվության միակ նպատակը զավակին իրեն դարձնելն է։
Մի ուրիշ Իրեն կարևոր կան- հանգամանք էլ կան կա, չէ։ որ մենք պիտի հաշվի առնենք, որ Աստված մեր կարողությունից առավել Մեզ թույլ փորձության չպիտի տա, որ փորձության ու տառապանքի նեղության ենթարկվենք։ Ասում է դրա հետ միասին նաև ազատության միջոցն էլ պիտի ինքը հանի։ Ուրեմն մեր կարողությունից ավելին չպիտի փորձվենք։ Կա նաև մեկ համար, որ այդ ձեր ասածը միտքը Տիրոջ իմաստությունը էլ ավելի է բյուրեղացնում, ադամանդի պես փայլեցնում, որը տարապող մարդուն էլ ավելի է հուսադրում եւ զորություն տալիս։ Դա հետեւյալ խոսքն է Տիրոջ, որ ասում է. ամեն բան Աստված կարող է բարի գործակից դարձնել իրեն սիրողների համար։ Այո, շատ լավ է, շատ Ուրեմն սա նշանակում է, որ մարդը տարապող արդեն իսկ Տիրոջ տված իշխանությամբ ազատվում է դադելուց, եզրահանգում կատարելուց, որովհետև հավատքով ու սիրով վստահ է, որ դա անպայման բարի պտուղով է վերջանալ։ Այս առակը, որ հիմա ուզում եմ կարդալ, հենց այդ միտքն է արտահայտում։ Ջերմոցում աճած ծաղիկը փարթամ հարց տվեց դաշտի ծաղկին մի անգամ։ Խելքս չի կդրում, ինչու՞մն է բանը։ Ինչից է գալիս քո հոտն ու համը։ Ես ջերմոցում եմ աճել փառահեղ, բայց քեզ են տնում կարգին ծաղկի տեղ։ Ախր ինչով եմ ես քեզնից պագաս, որ մեղուն անգամ չի իջնում վրաս։ Պատասխան տվեց ծաղիկը դաշտի։ Չես տեսել ինձպես ցավը երաշտի, քամին չի շարժել թերթերդ երբեք, իսկ ինձ ջարդել է կարգուդը մեկ-մեկ, գլխիդ լցված է եղել բարիքը, իսկ ես քաշել եմ հոգսն ու կարիքը, դժվար է եղել իմ ամեն բանը, հենց դրանից է իմ հոդն ու համը։ Շատ գեղեցիկ է, այո, շատ գեղեցիկ։ Եվ իսկապես ինչ համ ու հոտ պետք է ունենար կամ դաստիարակչական ինչ զորություն, աստվածային ինչ երանելի զգողականություն պետք է ունենար Տիրոջ խոսքը, եթե այս նամակները գրող հեղինակները փառահեղ թագավորական կյանք վարած լինեին։ Եվ այդ սարսափելի տանջանքները կրած չլինեն, կարծես Աստծո իմաստությամբ ամենամեծագույն Աստծո երանությունը փնտրող որդիներին տրվեց ամենամեծ դաժանությամբ մեռնելու պատիվը։ Ես կասեի պատիվը Գխատվել, խաչվել, մաշկազերծ մաշկազերծ արվել, արվել, սրով սպանվել եւ բոլորն էլ սպանվեցին Աստծո, այո, փառքի համար։ Հովանես Առաքյալը ապրեց միջև ասենք 96 թվականը եւ ինքն էլ չարչանքներ կրեց, պատմոց կղզիներ գրկված եւ անշուշտ ավանդությունն է այդ ասում, մենք վստահ չգիտենք այդ մասին, որ իրեն երասրած յուղի մեջ են գցել, բայց Աստված հրաշքով փրկել են նրան այդ վիճակից։ Բոլոր դեպքերում բոլոր առաքյալներն էլ տառապանքի ու նեղության ու չարչանքի ճանապարհը անցան եւ իրենց սպասող փառքը մտան, այն որ Աստված աշխարհի սկզբից առաջ նախասահմանել էր եւ նրանք այսօր մեզ համար օրինակներ են Սուրբ գրքի մեջ տրված Քրիստոս մեր մեծագույն օրինակը որպես մեր շավիղը, մեր լույսը, մեր ճանապարհը եւ նրանք էլ օրինակներ մարդ արարածի ադամական բնություն ունեցող, որ այս ճանապարհով անցան, մենք էլ նրանց օրինակը տեսնելով կարող ենք քաջալերվել եւ այդ դիրք ունենալ, մեր սրտի այդ դիրքը լինի։ Ամենաարժեքավորը եւ ուրախացնողը հավատացյալին Վարդան եղբայր դա այն է, որ Տիրոջ խոստումը ինչ որ իր սուրբ խոսքով ավանդվում է հավատացյալ քրոջը կամ եղբորը կատարելապես ճշմարտացի է դուրս գալիս։ Հենց այն տառապանքները, որոնք առաքյալներին ի հատուցում են փոխհատուցվեցին նրանց երկնային արքայության վայելքով, արդեն խոսում է այն մասին հաստատելով Տիրոջ ճշմարիտ խոսքը, որ ասում է Աստված ամեն բան բարի գործակից կդարձնի իրեն սիրողների եւ սիրողների համար, շատ ճիշտ է։ Շատ գեղեցիկ։ Ժորայ եղբայր, գրությունների մեջ միշտ
բնության պատկերներ ես գործածել։ Բնության, կենդանական աշխարհի այդ օրինակները գործածելով որպես փոխաբերական եւ դա մենք վերագրում ենք մարդ արարածին, հետաքրիր է որ Հակոբոս առաքյալը իր թղթի մեջ որ գրում է 30 անգամ բնությունից վերցված օրինակներ է գործածում։ Կարդանք մի քանիսը։ Արտանք։ Հակոբոս առաքյալի առաջի գլուխ օրինակ 6-րդ համարը 5-րդ համարից կարդանք։ Եթե մեկը ձեզանից իմաստությունից պակաս է, թող խնդրե Աստծուն, որ ամենուն առատապես կտա ու չի նախատեր եւ անոր պիտի տրվի։ Միայն թե հավատքով թող խնդրե ու չի երկմտի, որովհետեւ նա որ երկմիտ է համատությունը ծովու հողմակոծյալ ու տատանյալ ալիքների նման է։ Այդ մարդը թող չկարծե թե տիրոջից բան մը պիտի առնե, երկմիտ մարդը անհաստատ է իր բոլոր ճանապարհների մեջ։ Ուրեմն երկմիտ մարդուն համատեց ծովի հողմակոծյալ եւ տատանյալ ալիքների հետ։ Մեկ ուրիշ համար 3-րդ գլուխ 7 համարը հետեւյալն է ասում. Բոլոր գազանների եւ թռչունների ու սողուններին ու ծովի մեջ եղածների բնությունը կնվաճվի ու նվաճված է մարդկության կողմից եւ այդտեղ խոսում է լեզվի մասին, որ դրանք անդրադառնանք կարծում եմ, ապա 5-րդ գլուխ 7 համարը հետեւյալն է. Ուստի համբերող եղեք, եղբայրներ, միջև Տիրոջ գալուստը։ Ահա երկրագործը կսպասե երկրի պատվական պտուղին, անոր համար համբերելով միջև առաջին եւ վերջին անձրևը առնե, դուք էլ համբերություն ունեցեք, սրտերնիդ հաստատ բռնեցեք, վասնզի Տիրոջ գալուստը մոտ է։ Եվ մենք ասում ենք ամեն ալելույա, շուտով արի Տեր Հիսուս։ Ուրեմն Տեր Հիսուս ինքն էլ էր գործածում առակի ժանրը, բնության պատկերները, որպեսզի իր խոսք ասեր, եւ առաքյալները գալիս ասում էին ինչ է ասածը առակի նպատակը, ինչու է։ Այո, նրանք որ դրսից են, նրանց համար կլինի, բայց որ դուք ներսից եք, դուք կիմանաք, կհասկանաք սա ինչ է։ Բայց մյուսների համար հովի նման է գալիս եւ գնում։ Այսինքն ձեր մեջ բերման այդ ծովի ալիքների նման տադանվող գաղափարը այդ համեմատությունն էր, որ դուք փորձեցիք անել որպես առանձնահատուկ երևույթ գեղարվեստական ծև առագի ժանրի համար, որովհետև եթե փորձենք պատասխանել ինչու է հեղինակը պատկերավոր դարձնելու համար խոսքը դիմում բնության, երևույթներին, կենտանիներին, առարգաներին, դրանց համեմատության է դիմում։ Ես պարզ հասկանալու համար բերեմ մի օրինակ։ Այո։ Երբ ուղղակի իմաստով մենք ցանկանում ենք ցույց տալ մարդու անխիղճ լինելը, գազանաբարով վերաբերմունքը, մենք օգտագործում ենք անխիղճ մարդ, դաժան, խիղճ չունեցող, անտարբեր այդ բոլոր գործերի հանդեպ, ոչ փափուկ սիրտ ունեցող եւ այլն, բայց այդ բոլոր ձևակերպումները չեն կարող բնութագրել այդ մարդու սրտի դաժանությունը։ Գրողը, որբիսի այդ իմաստը հաղորդի, արդահայտիչ դարձնի այդ դաժանաբարո մարդու սրտի այդ անխիղճ լինելու հանգամանքը, նա մի բառ է միայն ավելացնում սիրտ բառին։ Ոչ դաժան, ոչ անխիղճ, ոչ եւ այլն։ Ասում է քար սիրտ։ Ինչ կապ ուներ քարը սրտի հետ, ամենևին, բայց անմիջապես դառնում է պատկերավոր խոսք, որովհետեւ մարդու աչքի առջև շոշափելիորեն, տեսանելիորեն քանդակվում է այդ քարից պատրաստված սիրտը այդ մարդու կրծքի տակ, եւ դու զգում ես նրա ամբողջ կոպտությունը, անտաշությունը, այդ վայրենաբարո մոտեցումը որևէ մեկի հանդեպ, որ սովորական բարարանային բառով ասում ենք անխիղճ։ Դրա համար Տերը այս համեմատությունների փիլիսոփայությունը ինչից է գալիս։ Ինչու է համեմատությունը ավելի իմաստուն պատկերավոր դառնում, որովհետև դա գալիս է արարչագործության գերագույն նպատակից, որտեղ Աստված ստեղծեց մարդուն իր նմանությամբ եւ պատկերով եւ մեղքից խաթարիչ, քայքայիչ, մահացու ազդեցությունից հետո
երբ մարդ արժանի դարձավ կորստյան, այս 2000 տարի է Տիրոջ ավետարանը կանչում է իր կորուսյալ զավակներին, որպեսզի կան իրեն, բայց ինչու համար կան, ոչ միայն հավիտենական կյանքը ժառանգելու, եթե ժառանգելու, ապա ինչի համար, եթե Տիրոջը փառավորելու, Տիրոջ հետ ապրելու, ապա ինչու համար, միայն մեկ բանի համար, իրեն նմանվելու համար։ Հենց այս նմանության փիլիսոփայությունն ու իմաստությունն է, որ գալիս մտնում է ամեն մի ստեղծագործության մեջ, թե Աստծո, թե աշխարհիկ նույնիսկ մարդկանց եւ գեղարվեստական գրականության մեջ, որտեղ Աստծո խոսքը մի փայլուն գեղարվեստական կոթող է, անփոխարինելի ու անգերազանցելի։ Մարդիկ ինչեր են կառուցել եւ հիանում են աշխարհիկ ժողովուրդները, ընդհանրապես անհավատ մարդը։ Հիանում են Էյֆելյան աշտարակով, ոմանք էլ բարձրանում են եւ իրենց կյանքի ամենափառահեղ նկարը լինում է այսպես ասած փառքի այդ գագաթին հասած վիճակը, նա միայն այդտեղ է հասել իր ամբողջ կյանքում։ Հիանում են եգիպտական բուրգերի այդ վիթխարի պարուսի ճարտարապետական այդ զարմանալի ներդաշնակության, զարմանում են չինական պարսպի մեծության։ Այդ բոլոր աշտարակները պիտի փլվեն Երիկովի պարիսպների նման վերջի վերջո։ Բայց դրանցից ոչ մեկը ոչ մեր թշնամի սատանայի այրվող ներերից է մարդկային հոգին ազատում։ Եվ ոչ էլ այդ բարձությունները կարող են մարդուն երկնային առկայության արժանացնել։ Առաջին մարդկային փորձը այդ փառասիրական բարձությանը հասնելու խորտակվեց Բաբելոնյան աշտարակաշինության ժամանակ։ Մնում է ամենամեծագույն հուշարձանը, որ մնացել է երկնքից երկրի վրա, անգանդ առանց տադանվելու 2000-ամյա այս ավերիչ, քայքայիչ հողմերի դիմաց, այս բարի պատերազմի ամբողջ փիլիսոփայությունը հենց դրանում է, որ Քրիստոսին հավատացողը, Քրիստոսը որպես հավատքի վեմ ու ժայռ ընդունի եւ նրա վրա կառուցի հավատքի ապագա տունը, որպեսզի ոչ մի փոթորիկ չկարողանա նրան ավերել եւ այս աշխարհի լեռների նման ամուր մնա միջև Տիրոջ փառահեղ գալուստը։ Այո։ Անցնենք մեկ ուրիշ գրության նախանձի դեղը, հա։ Այո։ Փորձեմ կարդալ, չգիտեմ ինչպես կստացվի։ Շատ լավ, կարևորը հոգին է, Վարդան եղբայր։ Հոգիով։ Վագրը մի անգամ բժշկի գնաց, քնել չեմ կարող, բժիշկ ջան, ասաց։ Գիշերը մի օծ մտնում է ծոցս, փաթաթվում, սեղմում է պարանոցս։ Քիչ մնա, սիրտս կանգ կառնի վախից։ Ասա, ինչպես գամ այդ օծի հախից։ Բժիշկը մի կողմ դրեց ակնոցը ու մեջտեղ բերեց իմաստուն փորձը։ Ով վագր ասաց, զուր մի թախանձի, դա սրտիդ միջի օծն է նախանձի, հենց նրա թույնն է քո ցավի դեղը, դա էլ կբուժի քեզ տեղն ու տեղը, միջև չխայտի չես հանգստանա, կաթով մտածը հոգով դուրս կգա։ Այստեղ Դադաստանի նաև գաղափարը կա, բացի այն, որ նախանձը որպես ախտ, հոգևոր ախտ, որպես բացասական զգացողություն, եւ մյուս կողմից, որը տանում է մեղքի անշուշտ, եւ դրա հադուցումը, որ շարունակվելու դեպքում, եթե մարդը իր աստվածահաճության, իր աստվածասիրության ամենաամոքիչ զորությամբ չհագարակվի, իր սրտի մեջ բույն դրած պատկերավոր լեզվով ասած այդ թունավոր իժին չհաղթի Աստծո զորությամբ, նա զոգը կնա հոգով դրա առջև Դադաստանի առջև կանգնելու եւ իր հոգին հավիտենական կորուստ առաջնորդելու։ Ուրիշ ճանապարհ։ Մենք Աստվածաշնչից հասկանում ենք հետեւյալ սքանչելի ճշմարտությունը, որ մենք մեր նախահորից ժառանգեցինք իր բնությունը եւ այդ բնությունը մի փաթեթ է իր մեջ ընդգրկելով բոլոր հնարավոր մեղքերը եւ մասամբ նորին եւ տարատեսակներ ինչպիսի մեղք գոյություն ունի որ կարող ենք բնութագրել դա մարդու մեջ կա ինչպես ենք հասկանում միթե այդչափ վատ է մարդը Աստված է այս բանը բացահայտում մեզ եւ մենք կարդում ենք Գաղատացիս 6-րդ գլուխը, որտեղ հետեւյալն է ասում. Արդ մարմնի գործերը հայտնի են,
որոնք են շնություն, պոռնկություն, պղծություն, գիճություն, կռապաշտություն, կախարդություն, թշնամություններ, կռիվներ, նախանձներ, քիչ առաջ կարդացինք, բարկություններ, հակառակություններ, երկպառակտություններ, բաժանումներ, չարնայվածքներ, մարդասպանություններ, գինովություններ, անառակություններ եւ ինչ որ սրանց նման են։ Զոր հիմիկվանե ես ձեզի կսեմ, ինչպես առաջվաները կսեի, որ այսպիսի բաներ գործողները Աստծո արքայությունը պիտի չժառանգեն, այսինքն նրանց մուտք չկա դեպի Աստծո արքայությունը։ Լավ, այդ դեպքում մեկը կարող է հարց տալ, որ իսկ եթե մեկը նախանձում է արդյոք Աստծո արքայությունը չպիտի մտնի։ Աստված մեզ բնութագրում է, որ մարդու ներքին էությունը չար է։ Երեմիա մարգարեն ասում է, մարդու սիրտը ամեն բանից չար է ու խաբեբայ է։ Ով կարող է այն հասկանալ։ Աստված մեզ բացահայտում է մեր ներքին բնությունը։ Մենք մեզ լավ չենք ճանաչում։ Մենք մեզ նայում ենք լավ աչքերով, բայց Ադամը աշխարհի բոլոր մարդիկ անխտիր իրենց մեջ կրում են այս բնությունը։ Եվ եթե Աստվածային միջամտությունը չլինի, նրա այցելությունը չլինի, Սուրբ Հոգին մեկի մեջ չգա, այս բոլոր բնութագրված մեղքի տարատեսակները մարդու մեջ կան եւ դրանք բնականորեն ընդգծվում են, բնականորեն արտահայտվում են, մեկի մոտ շատ, մյուսի մոտ քիչ, եւ եթե մեկը մարդասպան չէ, բայց ինքը պոտենցիալ մարդասպան է, որովհետև այդ կարողությունը իր մեջ գոյություն ունի, սակայն հարմար պարագան եւ հողը չկա։ Եվ սրան հաջորդում է հետեւյալ համարը այս կարդացածներին, բայց հոգի պտուղը սա է՝ սեր, խնդություն, խաղաղություն, երկայնմտություն, քաղցություն, բարություն, հավատարմություն, հեզություն, ժուժկալություն, այսպիսի բաների դեմ օրենք չկա։ Ինչպիսի հակադրություն։ Ինձ զարմացնում է Աստծո խոսքի ոչ միայն խոսքը, ոչ միայն նրա մեջ ճշմարտության հոգին, այլև ամեն մի պարբերությունից հետո նոր սկսվող պարբերության եւ նախորդ պարբերության տրամաբանական առաջին հայացքից ոչ կապ, թվում է թե կապ չունի, բայց հրաշալիորեն ներդաշնակված է։ Ես ուզում եմ մի փոքր օրինակ բերել նոր կարտացած այդ քո ամբողջ համարնի վերաբերյալ։ Նայեցեք, դուք կարտացիք այն բոլոր աղդեղությունները մարդու բնության մեջ մեղքով մտած։ Սդություն, ագահություն, անպարտավորություն, հայոյություն, նախանձ, շնություն եւ այլն։ Եվ դա հագադրված է Սուրբ Հոգու պտուղներին՝ ուրախություն, հեզություն, ազնվություն, բարություն, խնդություն, սեր, ժուժկալություն, շիդակություն, հավատարմություն, 9 պտուղները։ Եվ ինչ հիշեցրեց Տիրոջ խոսքը ինձ այս պահին։ Օրեր առաջ ես բժշկագիտական նոր հայտնագործությունների վերաբերյալ մի հոդված էի կարդում։ Եվ բժշկությունը այսօր արդեն իսկ խոստովանելով իր հազարամյակների ընթացքում ստեղծած դեղորայքների ոչ լիարժեքությունը, որ դրանով ընդհանրապես հիվանդությունները չեն բուժվում, սա բոլորը գիտեն, այլ ընդհանրապես մի քիչ մեղմացվում են կամ տմրեցվում են ժամանակավոր, առավել եւս որ որոշ դեղամիջոցների արդեն թունավոր ներգործությունն է հայտնաբերվում գիտության վերջին ուսումնասիրությունների հիման վրա։ Հարցը դա չի։ Հարցը այն է, որ արդեն բժշկությունը խոստովանում է Տիրոջ խոսքով մեզ հասած ճշմարտությունը, որ ասում է մաքրեցեք ձեր սրտերը, որպեսզի բժշկվեք։ Մեր Տեր եւ Փրկիչը ոչ մի տեղ չի ասում այսինչ խոդը վերցրեք, այսինչ տեղը օգտագործեք, գնացեք այսինչ բանը լսեք եւ այլն, այսինչ բժշկի մոտ գնացեք, որը այսպես կփույ։ Նա ասում է մաքրեցեք ձեր սրտերը, որպեսզի բժշկվեք։ Մեկ այլ տեղ առաքյալը ասում է իրար խոստովանեցեք ձեր մեղքերը, որպեսզի բժշկվեք։ Մեկ ուրիշ տեղ ասում է միաբանությամբ արված աղոթքը, մաքուր սրտով արված աղոթքը կբժշկե հիվանդ։ Այդպես է գրում, շատ ազդեցություն է։ Բայց ինչն է այստեղ հետաքրքիր, որ այս բոլոր թվարկած աղտեղությունները իդեպ
հիվանդություններն էլ են կոչում ախտ, ինչպես թոք ախտ, շնությունը երբեմն կոչում են շնախտ եւ այլն, դեպրեսիան կոչում են ընկճախտ, ընկճվածության ախտ եւ այլն, կարևորը սա չի, կարևորն այն է, որ սրանք հոգեվոր ախտեր են, որոնք մեղքով մտել են մարդու բնության մեջ եւ զարգացնում են ոչ միայն հիվանդությունները հոգեգան առումով, հոգին են հիվանդացնում, այլ նաեւ մարմինը։ Պարզվում է, որ ըստ Տիրոջ խոսքի, որ միջև հոգին որևէ ախտով չվարակվի, մարմինը չի հիվանդանա։ Մարմինը նյութական ռեակցիան է հոգեվոր հիվանդության, մատնանշելով եւ որպես փորձառություն հիշեցնելու մեզ Տիրոջ կողմից մեր խժմտանքով, խժջի ձայնով, որ մի բան խաթարված է քո հոգեվոր էության մեջ, ով մարդ։ Եվ ինչն է հետաքրքիր, որ Աստծո խոսքը այս բոլոր հիվանդություններին, որտեղ սրանք բոլորը զորություններ են, ոչ թե արձատն է հիվանդությունը, այլ արձատասիրությունը, ագահությունը, ոչ թե սուդը ինքնին, այլ ստությունը։ Սուդը առարգայական հասկացություն է, բայց ստությունը արդեն դառնում է ախտ, որտեղ նա դիվային զորություն է։ Եվ ինչն է հետաքրքիր, ինչպես որ աշխարհիկ կյանքում բժիշկները առաջարկում են ավելի արտար, այսպես ասած, բնական պտուղներով, բանջարեղեններով այս կան այն հիվանդությունը կամ ցավը դարմանելու, մեղմացնելու, սպեղանի անելու համար։ Տիրոջ խոսքը այդ ահավոր հոգևոր հիվանդություններին հագադրում է հոգևոր պտուղները, Սուրբ Հոգու պտուղները, Սուրբ Հոգին որ ինքը պիտի պայքարի։ Եվ դա պայքարելով միակ այսօր հենց դա է բժշկական այդ հոդվածը ինքը այս է հաստատում Տիրոջ խոսքը, որ միայն եւ միայն հոգևոր զվարթությունը, աստվածային սերը, ուրախությունը, ազնվությունը, շիդակությունը, հավատարմությունը բոլոր աղտերից կմաքրի մարդու։ Եվ իզուր չի որ դա կոչում է ոչ թե կոչում է Տիրոջ խոսքի պտուղներ, դա կոչում է Սուրբ Հոգու պտուղներ։ Տես Առակաց 14-րդ գլուխ 30 համարի մեջ գրված է. նախանձը ոսկորներին փթություն է։ Հոբի 5-րդ գլուխ 2-րդ համար նախանձը անմիտին կմերցնի։ Այսինքն իր մեջ այդ նախանձությունը ինքը չի կարող արտահայտվի։ Վարդան եղբայր այդ հոդվածում զարմանալիորեն 2000 տարի եւ դրանից էլ երևի շատ առաջ այս իմաստություններից մասնագիտորեն հայտնի են եղել։ Այսօր բժշկությունը խոստովանում է եւ ինչն է դեր զարմանալի։ Ամեն մի հոգեվոր ախտը իր համապատասխան տեսակի մարմնական ցավն է բերում մարդու։ Զարմանում ես, ասում ես, լավ, ինչպես կարող է ագահությունը, արձատասիրությունը մարդուն տանել շաքարային դիաբետի, շաքարախտային հիվանդության վտանգի առաջ է կանգնեցնում։ Ագահությունը եւ ժլադությունը, ասում է, հատկապես այդ հոդվածի նյութն եմ ուզում կարդալ, որ Տիրոջ խոսքը հազարամյակներ առաջ է ասել։ Նույնիսկ ժլադության զգացողությունը, որ մեծ ախտ է եւ զորություն տիվայի, ստիպում է մարդուն նույնիսկ սեփական մարմնի ախտը դուրս հանելու ջլադ լինել։ Եվ մարդու մեջ կուտակված այդ ծանր էներգիաները նրան մահացու հիվանդության կարող են հասցնել։ Մարմնի գերություն առաջին հերթին։ Եվ մնացած բոլոր ներքին սեկրեցիայի գեղձերի հիվանդագին դրսևորում խաթարվում է արյան, կարմիր եւ սպիտակ գնդիկների ներդաշնակ փոխհարաբերությունը։ Նրանք չեն կարող օգտակար նյութերը հասցնել այն բջիջներին, որոնք սպասում են դրան։ Միայն եւ միայն հոգեվոր պտուղները կարող են դիմակայել այդ զարուրելի այս 21-րդ դարի հիվանդությունների կանխարգելման։ Ուրիշ ոչինչ։ Եվ նույնիսկ բժիշկներից շատերը արդեն կամա թե ակամա մանավանդ սովետական շրջանում, երբ վախենում էին Աստծո անունը տալ, առավել եւս սուրբ գրքի մասին խոսել, ասում են, գիտեք ինչ այս տեղերը խմեք, բայց աշխատեք եւ թակուն էին ասում։ Ասում են, եթե կարող եք ճանաչեք Աստծուն, աղոթեք։ Որտե բժիշկն էր ուզում, որ իր տեղի զորությունը Աստծուց խնդրվի։ Եվ դա այդպես էր։ Այո, Աստծո խոսքով մենք ճանաչում ենք մեզ։ Իբրև թե հայելի մեջ տեսնում ենք եւ Աստված բացահայտում է մեր ներքին բնությունը, որ մահվան է տանում։ Մեր նախահայրը, որ ստեղծվել էր, Ադամը եւ Եվան, նրանք ստեղծվեցին հավիտյան ապրելու համար։ Մեղքը նրանց մահվան տարավ։ Այդ մարմնով նրանք հավիտյան պիտի ապրեին, սակայն մեղքը ծերության եւ մահվան տարավ մարդկանց։ Եվ մարդու բնությունը իբրև չար բնություն է ներկայացվում մեզ,
թեև այսօր մենք կարող ենք տեսնել մարդկանց, որ շատ բարեհամբույր են, քաղաքավարի են, իրենց ամեն վարվեցողության մեջ շատ բարի են, լավ են եւ մարդկային չափանիշներով մենք կարող ենք որպես լավ մարդ գնահատել։ Սակայն Աստված մեզ հակառակն է ասում, որ մարդու սիրտը խիստ չար է եւ Հուդայի թղթի մեջ հետեւյալ բանը կա գրված։ Ընդհանրապես ադամական մարդու մասին հետեւյալն է ասում. Ասոնք ձեր սիրո խնջույքների մեջ արատներ են։ Եվ ձեր հետ կերուխումի կնստին, ան երկյուղ իրենց անձը կկերակրեն, անջուր ամպեր են հովեր են քշված, դոյց Ինչ գեղեցիկ համատություն։ համատությունը բնության հետ։ Պտուղնին կորցնցած ծառեր, ում է պետք։ Այն, որ պտղատու է ծառը համարվում եւ պտուղ չի տալիս։ Մի ամբողջ ժողովրդի ճակատագիր է, պտուղը կորցրած ծառ։ Այո։ Բերք չունեցող երկու անգամ մեռած, Աստծո խոսքի մեջ սա ամենա սարսափելի բանն է։ Մարմնով մեռնել եւ հոգիով մեռնել, դա նշանակում է մավան մեջ բաժին ունենալու սարսափը։ Արմատից խլված։ Մի բան, որ արմատից խլված է, կյանք ունի իր մեջ, վերջացավ։ Ծովու կատաղած ալիքներ, որոնք իրենց անձերի ամոթը կփրփրեցնեն, մոլորած աստղեր, որոնց համար խավարին մեկը պահված է հավիտյան։ Այնքան չնաշխարհի գեղարվեստական կոթող էր այս նկարագրությունը։ Այո։ Ինչ եգիպտական փուր, ինչ Էյֆելյան աշտարակ, եւ նույնիսկ աստղագետները վերցրել են այդ մոլորված աստղերը, որոշ մեծերոիդների անունով կոչում են, որոնք տեղափոխվող աստղեր են, ասում են մոլար աստղեր։ Եվ այսօր մենք աստղագետները օրինակ, չասեմ մենք, ամեն ինչում բծախնդրորեն ուսումնասիրում են մանրադիտակներով, ամեն ինչը, ամեն մի բակտերիայի կյանքն ու գործունեությունը, բայց մոլորված ընկերոջը, մոլորված եղբոր ու քրոջ, ցավով ոչ ոք, այսպես ասած, ժողովրդական լեզվով չի տավագում, ոչ ոք սկավոր չի այս աշխարհում։ Տերը 8 երանիների մեջ ասում է Երանի սկավորներին, որոնք պետք է երկնքի թագավորությունը ժառանգեն։ Այդ սկավորը ոմանց թվում է, թե այդ սուկը պարզապես ինչ որ որդին կորցրած մոր սուկ է։ Սկավորը այն է, երբ մեր Տերը սկաց Երուսաղեմի առջև կանգնած աշխարհի մեղքի համար, եւ առավել եւս որն էր աշխարհի մեղքը, որ ինք այդքան ցավ ապրեց, իրեն չճանաչելը եւ չընդունելը։ Այո, այո։ Եվ այսօր, այո, մոլորված աստղեր երկրի վրա, երկնքի վրա, որ այդքան մարդուն ցավ կարող են պատճառել, ապա որքան Աստծո նմանությամբ ստեղծված մոլորված որդիները, սիրելի վարդը։ Այո, Աստծո որդի եկավ կորցրածը գտնելու համար եւ 99 թողեց մոլորված մեկի ետևից գնաց։ Այսօր Տեր Հիսուս Քրիստոս այդ բանն է անում։ Անառակ որդիներին, մոլորված որդիներին կանչում է, ինձ եկեք բոլոր հոգնածներ, բեռնավորվածներ, ձեր մեղքերով եկեք, ինչ վիճակի մեջ որ կաք, այդպես եկեք։ Մի մտածի, որ դու կարող ես քո մեղքերից զատվել, դու կարող ես քո մեղքերից հարցը լուծել եւ հետո նոր Աստծո առջև գաս, անկարելություն է դա։ 10 կյանք էլ ունենաս, նման բան հնարավոր չէ։ Դրա համար Աստված բնութագրում է մեր ներքին էությունը, որ այդ էության որպես պտուղներ մեր կատարած մեղքերն են։ Ինչպես որ կաս, քո մեղքերովդ արի, որովհետև այդ մեղքերի համար վճարված է։ Գողգոթայի խաչի վրա մեր Տերը արդեն վճարեց 2000 տարի առաջ, իր արյունով վճարեց, իր կյանքով վճարեց։ Այո, երբ որ այդ տառապանքից ազատված է մարդը, չի արժեքավորում իրեն տրված գանձը։ Եվ սիրելի եղբայր, եթե մենք իմանայինք, թե մեր երկնավոր Հայրը մեզ որքան է սիրում, այն ժամանակ մենք ավելի ծարավ կունենայինք երևի Տիրոջ հանդեպ։ Էլ ավելի, եթե այդ սերը ճանաչենք, դա հնարավոր չէ իհարկե ճանաչել։ Մենք մի փոքր փոշի հատիկի չափ ենք այդ սերը ճանաչում, բայց այստեղ կա նաև երկրորդը, որ դարձյալ բխում է Տիրոջ իմաստուն խոսքից։ Եթե մենք կարողանանք իմանալ, թե ինչքան սարսափելի է մեղքի աշխարհը, այդ ժամանակ Աստծո ամենաչնչին սերը մեր հանդեպ մենք նոր կգիտակցեինք ու կարժևորեինք։
մի պատմություն կա։ Սա շատ կարևոր է հիշել, որ փոխաբերական իմաստով առագի լեզվով ասած, առագանման մի պատմություն է, բայց գեղեցիկ է։ Երբ մի մարդ արձվի ձու է բերում եւ դնում է իր թխսկան հավի տակ, ձվերի հետ միասին։ Եվ 21 թե 28 օրից հետո են հավի ջդերը։ Անպայման 7-ի, հա, 7-ի դեպքում։ հաջորդ 7-ի։ Ինչևից է, արձվի ցակը ձվից նույնպես դուրս է գալիս եւ հավի ջդերի հետ սկսում են թխսկան հավի հետևից վազել, փոշու մեջ, հողի մեջ, աղբի մեջ, գոմաղբի մեջ, քուջուջ անել եւ կերագրվել։ Մեկ օր, երկու օր արձվի ցակուգը ջուդը հավիճ ցակելի հետ համահավասար վայելում է, այսպես ասած, երանելի կյանքը իր մոր ներգայությամբ։ Եվ օրերից մի օր ահա փառայողորեն թևերը տարածած երկնասլաց թրիչկով հայտնվում է երկնքում արձիվը եւ ճանաչում է իր որ զավակին։ Եվ զավակն էլ այսպես ապշած ցակուգը նայում է, իսկ հավի ցակերը սարսափից, ահից ու վախից փախչում կորչում են, ամեն մեկը մի տեղ է մտնում։ Բայց արձվի ցակը կանգնած նայում է ապշած։ Վերևից ասում է զավակս, ասում է արձիվը։ Էս դու ինչ ես անում, ասում է, ես մոլար, այս տխմար հավի ջդերի հետ, այդ կեղտի։ Նայ թե ով է քո հայրը։ Եթե դու իմանար, թե ով է քո հայրը, ասում է, թափ դուր, ասում է, թևերը, ասում է, դուրս արի այդ փոշուց եւ բարձրացիր այս երկնային բարձունքները եւ այնտեղից նայիր, թե ինչ է քո Տերը պատրաստել քեզ վայելելու համար։ Այդ նույն ձևի Տերը եկավ Գողգոթայի խաչի վրա, պարզեց իր թևերը եւ իր կորսված որդիներին արժեքավորեց, գդավ, վարձատրեց նրանց մեղքի վարձը եւ ասաց ինձի եկեք, բոլոր հոգնածներ ու բեռնավորվածներ, եւ ես ձեզ պիտի հանգչեցնեմ։ Ինչ է այս առագի իմաստը, որ մարդը տեսնի, որ ինքը ոչ արծաթի համար է ստեղծված, ոչ այս եգիպտական բուրգերով հբարդանալու փառավորվելու, ոչ էլ գումարներով, բանկային հաշիվներով ու մեքենաներով։ Այ փառասիրության մասին խոսեցիր, մի շատ հարմար ուրեմն առակ կա, կարդանք։ Մի օր օճառի պղպջակը սին այսպես կշտամբեց ջրի կաթիլին։ Ես էլ քեզ նման կաթիլ էի, ասավ, տեսնում ես, փառքս միջև ուր հասավ, 1000 գույներ են վրաս պլպլում, իսկ դու առաջվա կաթիլն ես մնում։ Այսպես պատասխան տվեց կաթիլը, առաջ ինձ նման դու էլ էիր լիքը, իսկ հիմա փչած ուռեցած ես, դրսից պլպլան, ներսից դատարկ ես։ Ինձ էլ փչելով որ ուռեցնեն, բոլոր գույները վրաս կլեցվեն։ Լիքը պետք չունի ավելորդ զարդի, դատարկը դրսից միշտ կզարդարվի։ Փառքի մոլուցքը։ Եվ այս աշխարհի իշխանը սատանան, ինչպես փառասիրության, հպարտության պատճառով երկնքից վայր նետվեց, ինքը այդ ախտով հիվանդացրեց մարդ արարածին։ Փառք փնտրելու մոլուցքը այսօր աշխարհի վրա տիրապետում է։ Ինչու է չարը սատանան օգտագործում այդ որտեղից նա գիտի, որ մարդը այդքան թուլություն ունի փառքի հանդեպ։ Ուզում եմ Okay, խնդրեմ։ Իմ պատասխանից հետո որ միտքս հանգարց չկտրվի, դուք չմոռանաք ձեր միտքը։ Նա հմդորեն օգտագործում է այն բոլոր երանությունները ու զգացումները ու փափագը, որ ի սկզբանե Տերը դրել է մարդ արարածի մեջ, որովհետև մարդուն նախատեսած է երկնային փառքը ճաշակելու փափագով, փափագն է դրած, եւ սատանան իմանալով մարդկային ցկտումը, որ աստվածային արժեքների համար է նախատեսված, ինքը գողանալով, զրկելով մարդուն Աստծո հոգու ազդեցությունից, ինչպես Պարակյալն է ասում, Տիրոջ հոգին իմ հոգու հետ, Սուրբ հոգու մասին է խոսում, առանձնացնելով մեղքի միջոցով Տիրոջ հոգին մարդկային հոգուց, ամիջապես իշխում է նրան, ամիջապես մարդը սկսում է այդ փառասիրությամբ գնալ, որովհետև դա երկնքի համար է նախատեսված, մարդը ծառայեցնում է աշխարհի։ Դրա համար ոչ միայն Կեսարինը Կեսարին չի տալիս Աստծուն Աստծուն, այլ Աստծունը Կեսարին է տալիս, ամենասարսափելի մեղքը դա է։ Գրված է, որ ամեն փառք ու պատիվ մեր երկնավոր հորը կվայելե եւ իր մով Տեր Հիսուս Քրիստոսին ու Սուրբ Հոգուն, այսինքն Սուրբ Յորդությանը։ Այլ կերպ ասած, եթե մարդուն փառք է տրվում,
Աստծո ունեցած փառքը խլվում է։ Անշուշտ։ Տեր Հիսուս հորը այսպես ասաց. Հայր, փառավորի ինձ այն փառքով, որ աշխարհի սկզբից առաջ ունեի, եւ հայրը ասաց. փառավորեցի ու ելի պիտի փառավորեմ։ Մարդկանց մտքերի մեջ Հիսուս Պաղեստինի փոշոտ փողոցներով քայլող այդ անձնավորությունն էր, որ կարող էր հոգնել, որ կարող էր անօթենալ, որ լացեց, բայց Աստված մեզ ներկայացնում է, թե ով է Տեր Հիսուս Քրիստոս։ Մենք կարդում ենք Հայտնության 19-րդ գլխի մեջ, այսպես է գրված. Տեսա երկինքը բացված, եւ ջերմակ ձիմը, անոր վրա հեծնողը հավատարիմ ու ճշմարիտ կկոչվի։ Արդարությամբ դատաստան կտեսնե եւ կպատերազմի։ Անոր աչքերը կրակի բոցի պես էին, անոր գլխի վրա շատ թագեր կային ու գրված անունը ուներ, որ մեկը չէր գիտեր, բայց միայն ինքը։ Արյունով ներկված հանդերձ մահկաց էր, անոր անունը բանն Աստծո էր, լոգոս, սկզբեն էր բանը։ Երկնքի մեջ ող զորքերը անոր ետևեն կերթային ճերմակ ձերով, ճերմակ ու մաքուր բերզներ հակած, անոր բերնեն սրած սուրմը կելեր, որպիսի անով ազգերը զարնե եւ ինքը երկաթե գավազանով պիտի հովվե զանոնք, ու ամենակալ Աստծո սաստիկ բարկության գինի հնձանը ինքը պիտի կոխե։ Եվ իր պատմուճանի վրա եւ ազդի վրա գրված գիրմոներ, թագավոր թագավորած եւ տեր տերած, ահա ով է Տեր Հիսուս Քրիստոս, ահա ով է մեր փրկիչը։ Այսօր մարդիկ իրար փառք են տալիս եւ ակնկալում են, որ փառք ստանան, բայց միակ փառք ու պատվին արժանի է մեր երկնավոր հայրը Սուրբ Երրորդությունը։ Ուստի կարևոր է, որ մեր հայրենակիցները ամեն մարդ հասկանա, թե ով է Աստված, մարդը ինչի համար է կանչված, ինչ է մեր առաքելությունը այս երկրի վրա, այս կյանքը ավարտվելուց հետո դեպի ուր պիտի գնանք, որտեղ պիտի անցկացնենք մեր հավիտենականությունը, դրախտը եւ դժոխտը իրականություն են, սիրելիներ, մենք միջև վերջ մեր կոկորդը պիտի պատրենք այս ասելով, որտեղ սա ճշմարտություն է։ Այսօր դու պիտի որոշես, ուր պիտի գնաս, քո հավիտենականությունդ որտեղ պիտի անցկացնես։ Եթե այդ փառքի փոխարեն, որ փնտրում ես, խոնարհվես եւ ճանաչես տերերի Տիրոջը եւ թագավորների թագավորին, որ միայն փառքի արժանի է, այն ժամանակ ինքը իր փառքին քեզ էլ պիտի հաղորդանի։ Դրա համար ինչ է պետք անել։ Խնդրեմ սիրելի եղբայր, մենք շատ քիչ ժամանակ ունենք, վերջին քո փափագած սրտի մեր սիրելի հերոստատիտողներին հայտնի եւ նաեւ կխնդրեմ, որ ապաշխարության աղոթքի մեջ առաջնորդես, խնդրեմ։ Ես առաջին հերթին կխնդրեի, որ մարդը, յուրաքանչյուր մարդ, որ այսօր դիտում է այս հաղորդումը, մանավանդ մեր հայրենագիցները, անսան Տիրոջ խոսքին, միայն եւ միայն ճշմարիտ գրքին եւ գրությանը, որովհետեւ հավիտենության հոգին, բժշկարար հոգին, հավիտենական կյանքի խոստմունքը ունեցող հոգին, միայն եւ միայն Տիրոջ ավետարանի ճշմարիտ խոսքի մեջ է։ Այո։ Բոլոր այն մարդիկ, որոնք այս պահին ունեն կասկածամտություն, թող մտածեն, որ իրենք այսօր կանգնած են չարի եւ բարու իմացության ծառի առջև։ Եթե Եվան չկարողացավ դիմանալ այդ գայթակղությանը, այս պահը, հենց այդ պահն է, որբիսի լրջորեն նայեն եւ թողնեն իրենց աշխարհիկ մեղքի պտուղը եւ դառնան ճշմարիտ հավիտենական հացին ու լույսին։ Ամեն։ Սա է իմ խնդրանքը եւ իմ փափագը։ Խնդրեմ, հիմա աղոթքով վերջացնենք մեր հաղորդումը, եղբայր։ Մեր սիրելի եւ հավատարիմ երկնավոր Հայր, մենք ուրախ ենք եւ շնորհակալ ենք, որ քո աստվածային կտրատ ողորմությամբ մեզ հնարավորություն տվեցիր ճանաչելու միմիայն քեզ, ճշմարիտ Աստծուդ եւ Հիսուս Քրիստոսը, որ դու ուղարկեցիր։ Մենք ուրախ ենք, որովհետեւ դու մեր ճշմարիտ, միակ սքանչելի, խորհրդավոր, հզոր Աստվածն ես, մեր հավիտենականության հայրը եւ խաղաղության իշխանը։ Մենք վստահ ենք քո տված լույսին, քո կենարար հացին եւ քո իմաստությանը,
եւ պատրաստ ենք անցալու քո ավետարանի ճշմարիտ խոսքին եւ տանելու ենք բոլոր փորձությունները, որոնք դու թույլ ես տալիս։ Դրա համար էլ մենք երախտապարտ ենք, ոչ միայն շնորհակալ, այլև շնորհապարտ ենք քեզ այն ամենի համար, որ դու պարգևել ես մեզ։ Ոչ միայն խաղաղության, ոչ միայն առողջության, ոչ միայն հաջողությունների, այլև այն փորձությունների եւ երբեմն դաժան փորձանքների համար, որ քո թույլտվությամբ դու թույլ ես տալիս մեզ տանելու քո իմաստությունը ել ավելի հասկանալու եւ քո սերը ճաշակելու եւ քեզ մոտենալու համար։ Դրա համար էլ խոստովանում ենք քեզ, որ լինելով որպես քո որդիները վստահ ենք, որ այդ դժվարությունների մեջ դու կարող ես որպես իմաստուն Աստված ամեն բան բարի գործակից դարձնել քեզ սիրողներիս համար։ Ուստի խնդրում եմ ով ամենակարող Հայր, որ այս հաղորդումը լսողների մեջ քո Սուրբ Հոգուց զորությամբ ճշմարտությունը հաղորդակից դարձնես բոլորին, նրանց, ովքեր քո ճանապարհի մեջ են առայժմ, եւ նրանց, ովքեր կասկածում են այդ ճանապարհին, առավել եւս նրանց, ովքեր այդ ճանապարհին ծանոթ չեն եւ փոքր-ինչ կամ դույզն-ինչ փափագը ունեն մոդենալու եւ լսելու քո խոսքը, եւ բոլոր նրանց սրտերին դիպչես, որոնց դու նախապես աշխարհի ստեղծումից առաջ ընտրել ես եւ ավիդենական կյանքի բաժնեկից ես դարձրել։ Հատկապես մեր նոր երդասարդ սերնդին քո ողորմությունը հասցնես, որբիսի նրանք էլ իրենց չար ճանապարհներից ետ դառնան, որբիսի քո խոստման համաձայն բժշկես դու նրանց ոչ միայն ցավերը, այլև մեր երկիրը բժշկես, այս տառապած, հոգնած հայ մարդու հողը, որի սահմանները միայն եւ միայն քո կամքով են մեծանում, միայն քո կամքով են բացվում ու փակվում, ով ամենակարող Հայր։ Միայն թե ջանքն ես պահանջում եւ քեզ լսողներից պահանջում ես միայն եւ միայն քեզ անսալ քո ճշմարիտ խոսքը լսելու հուսալ։ Այս ամենը խնդրում ենք քո միածին Հիսուս Քրիստոս որդու ամենազոր արյան արժանիքով։ Ամեն։ Ամեն։ Սիրելի հեռուստադիտող բարեկամներ, Աստվածային սերը, օրհնությունները եւ խաղաղությունը ձեզ ամեն մեկի հետ թող լինի։ Ամեն։ Սիրելի եղբայր Տեր օրհնի։ Ինչ ռաշալի բրգիչ մե Իսուս զիս կավարեն փոխատվեցին ույս արդ կպնագի նամեջնիմ հոգվույս պարքի սուրբ անվան պարքի սուրբ անվան պարքի սուրբ անվան հոնիրարին սրդիս վրսկեցավ պարքի սուրբ անվան այս աղբիրին եգուր մեղավոր ցքևոտ քինդակ մեղքերտ բոլոր հոսքը դիրկյանք երջանի գանթոր պարքի սուրբ անվան պարքի սուրբ անվան պարքի սուրբ անվան հոնիրարին սրդիս ռսկեցավ պարքի սուրբ անվան պարքի սուրբ անվան պարքի սուրբ անվան հոնիրարին սրդիս ռսկեցավ պարքի սուրբ Parky Supamba. Almighty God, creator of the world, wrapped in majesty, praises all to thee. I know you are
these things and more, but beyond all these, you are my Father. You know my name, for I am your child. In your loving arms, I am safe and loved. How I love you, I will sing your praise today, tomorrow. You are my Father, Lamb that was slain, name above all names. All creation sings, you are King of kings. I seek your face, you are full of grace. Today, tomorrow, you are my Father. You know my name, for I am your child. In your loving arms, I am safe